Շատ լավ, տարիներ շարունակ կուտակված հիասթափություն, չարդարացված հույսեր են եղել, դրանք նաև հանգեցրել են պետական ինստիտուտների, նաև ընտրական ինստիտուտի նկատմամբ այսպես հիասթափության կամ խորը ճգնաժամի, արդյոք մենք ակնկալենք ունենալ քվեարկություն, որը մարդուն դուրս կբերի ապաթիայից, երբ որ դու հասկանում ես, որ քո ձայնը տեղ է հասել, թեկուզ դու պարտվել ես, բայց ընդունում ես քո պարտությունը, քո թիմի, քո այսպես գաղափարների, էլի բավարարվածության ինչ-որ մի իրավիճակ է, չէ՞ լինում, այդ անարդարության զգացողությունը եթե չի լինում, բայց եթե դու այսպես հաղթողների ճակատում ես, ապաթիան կարող է հաղթահարվել, որովհետև դու հասկացար, որ ինչ-որ մի բան արեցիր, ինչ-որ մի բան որոշվեց քո քվեով պետության ճակատագրում, ինչ ակնկալել ես իմաստով։ Տեսեք, դուք օգտագործում եք գաղափարները պարտվեցին, քո ընտրած տեխնացում, բայց ես սկզբանե ասացի, որ վախի ընտրության ժամանակ մենք ունենում ենք երկարատև ապաթիա։ Դե մենք ընտրում ենք ոչ թե հանուն մի գաղափարի եւ հանուն որևէ արժեքի, այլ մենք ընտրում ենք միայն թե այն մեկը չգա։ Այսինքն վատի եւ վատթարագույնի միջև ընտրությունը, որը շատ երկարատև է Հայաստանում գործում որպես գործիք ընտրությունների, եւ փաստացի մենք կարողանում ենք հասարակությանը երկարատև կտրվածքում անընդհատ պահել այդ դեպրեսիվ ապաթիայի մթնոլորտում, որտեղ լավ քաղաքականությունը այնտեղը չէ, որտեղ կարելի է ակնկալել արժեքներ, որտեղ կարելի է ակնկալել գաղափարներ, որտեղ կարելի է ընտրության միջոցով ձևավորել ապագա ի վերջո, այն ապագան, որը ես ցանկանում եմ իմ կյանքի եւ իմ պետության համար։ Մենք ինքնության ապագայի խնդիր ունենք ի վերջո հասարակության մեջ։ Մենք չունենք այն տեսլականը որևէ ուժի կողմից ձևավորած, թե ինչպիսին է լինելու Հայաստանը, ինչպիսին է լինելու հայի ինքնությունը, ինչպիսի ատրիբուտներից է դա բաղկացած։ Մենք անընդհատ ունենք այսպիսի այդ ատրիբուտներից տարանջատման եւ ազատման միտում չառաջարկելով որևէ առողջ բան։ Այ հենց դա է խնդիրը, եթե մենք համարում ենք, եթե այդ ատրիբուտը մեզ այս պահին ժամանակավրեպ է, չգիտեմ, չի տալիս երջանկության այն զգացումը, որը պետք է, մենք պիտի առաջարկենք առնվազն այնպիսի արժեք, որը ուտելուց, խմելուց եւ հայհոյելուց այն կողմ է։